Տիկին Վալյա, որ ժամանակները նայում եք, համեմատում եք, դուք ոնց որ խորհրդային սերունդն եք, շատ բան եք փոխված տեսնում, արժե համակարգային։ Գիտեք ինչ, հիմա որ այս հակառուսականությունը շատ տարածվել է մեր Հայաստանում, որ բոլորը ոտքի են ելել, ռուսներին չգիտեմ, ես գտնում եմ, որ մեր երջանիկ տարիները այն 70 տարին է եղել Հայաստանի, որ ապրել ենք Ռուսաստանի հետ միացյալ մի միության մեջ, ապահով ենք եղել, ոչ մի վտանգ չենք ունեցել, աշխատանք ունեցել են, ձրի կրթություն են ստացել, առողջապահությունը ձրի է եղել, սանատորիաներ, հանգստյան տները ձրի, երեխաներին ճամբարներ եւ այլն, առավելություններ շատ կար։ Ուղղակի մի քիչ Հիմա չունենք առավելություն, անկախությունը։ Դե հիմա այս անկախությունը մեզ այնքան չարիք դժվարություն ու հոգսեր պատճառեց, որ չգիտեմ ինչ ասեմ, երկրից վիճակը ինձ ահա որ ցավը պատճառում է, սոհերը, այս պատերազմը, այս Արցախի կորուստը չեմ կարող, շատ ծանր եմ տանում։ Ոնց եք հաղթահարում։ Դե դա ասում եմ, որ ստիպված մեկ-մեկ որ արդեն տեսնում եմ դժվար է, գիրք եմ կարդում։ Դարձանությամբ։ Այո, գիրք եմ կարդում, բայց դա փրկություն չի։ Հույս ունեմ, որ մի բան կփոխվի, կլավանա։ Դուք որ տեսնում եք այսօր երիտասարդները դիտարկող հայացքով, արդյոք անում են ինչ-որ սխալներ, որ գուցե ձեզ տարիքի փորձառության խորքից երևում է, որ պիտի շտկվի։ Բաներ կա, որ ես օրինակ ոչ ռազմական գործի չեմ, ոչ քաղաքական, ոչ պետական պաշտոն չեմ զբաղացնում, բայց բաներ կա, որ ես մտածում եմ, այ եթե այսպես չանեին, սենց անեին ավելի լավ կլներ, սենց, չգիտեմ, անդադ մտահոգությունների մեջ եմ։ Իսկ սերունդների բախում որպես այդպեսին, դուք ձեր թորների, ծորների հետ շատ եք մեծ իրենցից, թե կապը կա։ Չէ, ես իմ տարիքի առումով այդպես չեմ զգում, որ ես իրանց հետ հավասար եւ հակու կապի մեջ, եւ սանրվածքի մեջ, եւ պահվածքի մեջ մասնակից եմ, խորհուրդներով գոնե, ոչ շատ չոր ձևով, բայց ընդհանրապես Առաջադեմ եք։ Հաջան։ Առաջադեմ եք։ Հա, իհարկե, բոլոր դեմ։ Գիտեք ինչ, ընդհանրապես ես մարդկանց դիտողություն անող եմ, այդպես չի, որ շատ մեղմ, անընդհատ ընդհակառակը։ Չեմ սիրում գցնող մարդկանց, ամենավատ հատկությունն է դա իմ համար։ Մարդը պետք է ուղիղ լինի, ճիշտ լինի։ Եթե թերություն ա գտնում, սրտացավորեն ասի։ Ես գտնում եմ, որ թերություն ասող մարդը սրտացավ մարդն է։ Իսկ այն որ կողքից կարող ասի, վայ, ես ինչ լավ բան, ձևական դա չեմ ընդունում։ Ես Բայց չեն սիրում ուղիղ ասողներին, Տիկին Վալյա։ Չեն սիրում, ճիշտ եք ասում։ Իմ թորնիկներն էլ են ասում, որ պետք չի ոչ մի դիտողություն անել։ Բա հիմա գնում ես երիտասարդ տղա մեկ էլ ծխախոտի թուփը ամփոփ ձևով շպրտում է գետնին։ Ինչ եք ասում։ Ստիպում եմ, որ վերցնի աղբար գցի։ Օրինակ, ոնց եք ստիպում, տղա ջան։ Ասում եմ, տղա ջան, վերցրու, չի կարելի։ Շատ տգեղ բան ես անում։ Դրա համար էլ մեր քաղաքը այսպես կեղտոտ է։ Ոչ մի բանից անտարբեր չեմ անցնում։ Օրինակ, այդ ձկան խանութը գիտեք, չէ՞։ Կարելի է մի փոքր էպիզոդ պատմել։ Հա, իհարկե։ Այդ ձկան խանութի դիմացի շենքը մեծ տուֆով շենք է, չէ՞, կարմիր տուֆով։ Ուրեմն մեխերը հանել էին պատերից, լարերը հանել էին այդ մեխերն ու դրա տեղը բոլորը սպիտակ գավիճով, գաջով, ինչով ծվաղել էին։ Մի խայտարակ բաներ, ամբողջ հսկա շենքը, նայում ես, ինձ ապշում ես, ինչքան պետք է մարդը ուղեղ չունենա, որ այս գեղեցիկ շենքը սենց այլանդակել է։ Ինչ արեցիք։ Անցած տարի ուրեմն գնում եմ բանկ, Ամերիա բանկ եմ մտնում, այդտեղ սրճարան կա, բացօթյա սրճարան, մեկ էլ տեսնեմ Ավինյանը նստած է կրթության նախարարի հետ, Ժաննայի հետ։ Մոտեցա բարևեցի, ասի կարելի է ձեզ մի հարցով դիմել, անհանգստացնել, ասի կներեք, որ դուք նստած եք, ես աթոռ առաջարկեց, խնդրեց նստել, բան շատ սիրով ընդունեց, ասեց ես ձեզ խնդրում եմ, այդ շենքը կարգի բերեք, դա ինչ վիճակ է, այդքան տուրիստներ, այսքան դրսից մարդիկ են գալի, բան մեկը չկա ձեր քաղաքապետարանում, որ տեսնի այդ վիճակը բանանի, շատ տգեղ բան է, շատ։ Ինչ եղավ, շատ կրեց։ Ասեց կանեմ անպայման։
ասի շատ շնորհակալ կլնեմ։ Ես նայելու եմ, հետևելու եմ։ Եթե չանեք, էլի եմ գրելու կամ չգիտեմ ինչ։ Մի շաբաթ անցավ չէր արվում։ Մեկ էլ մի օր որ չտեսնեմ, այդ շենքը կարգի են բերել իր գույնով, այդ շենքի կարմիր տուֆի, կարմիր գույնով ամբողջ անցքերը փակել են։ Նենց կարգին այնքան ուրախացա, ուզում եմ մի հատ նամակ գրեմ, որ հույս չունեի, բայց մալացեց ապրես որ արել ես։ Մեկ էլ խնդրեցի, որ քաղաքի արձանները լվանան։ Շատ վատ վիճակում են այդ արձանները։ Օրինակ քաղաքի ամենագեղեցիկ արժեքավոր արձանը Սասունցի Դավիթն է համարվում, որ համար առաջի արձանն է։ Երկրորդը ես համարում եմ Գրիբայեդովի արձանը, Ռասիայի մոտ, այդ պիցայի մոտ կողքին։ Այդ Գրիբայեդովի արձանի վրա այնպեսի մի կեղտ է նստած, այնպես է սևացել, որ վիրավորական է այդ մարդու արձանը այդ վիճակում լինի։ Եվ մենակ դա չի, կան սպիտակ արձաններ, որ արդեն գույնը կորցրել սևացել են։ Այդ բաները չեն հետևում, էլի մանրունքներ են, բայց դու փողոցի մաքրությունը մի կողմից, որ քաղաքը շատ է փոխվել, շատ նախ ժողովուրդը շատացել է, մարդը շատացել է, մեքենան շատացել է, դժվարացել է։ Համենայն դեպս մաքրության հարցում շատ լավ։ Ես օրինակ բանով այդ քաղաքապետարան դիմացի այգին որ կա, Վարդանյաններին էլ չէ, կողքի այգին։ Ես սովորաբար այդ այգու մեջով գնում գալիս եմ շուկա խանութ բան գնալու համար։ Կոմայգին էլի։ Հա, Գրենդելի շենքերում եմ ապրում, այդ Արգիշտի փողոցում։ Այդ այգու անցնելուց, որ տեսնում եմ մի հատ կին, մշտական ուշադիր եմ էլի, որ տեսնում եմ կինը մաքրում է, տարիքով, ինձանից էլ կռացած, ինձ բան։ Այնքան ուրախանում եմ, մոտենում եմ մի լավ խոսք եմ ասում, բարևում եմ, ասում եմ ապրես, երկար կյանք ունենաս, շատ լավ ես մաքրում, ասում եմ, քիֆս գալիս է։ Ես որ հաշվապահ չլնեի, ես էլ փողոցները կմաքրեի, հավեսով կմաքրեի։ Ձեր հոգեկան բավարարության համար։ Չէ, ուղղակի քաղաքի մաքրության համար, որ մարդիկ տեսնեն մաքուր պահեն։ Մի կոնֆետ, մի պեչենի, մի պաչկա, մի բան ունենում եմ, հյուրասիրում եմ իրան, ասում եմ առ։ Եթե չելնեմ մոտս, գոնե մի 1000 դրամ գրպանն եմ դնում, ասում եմ բերիվ կանես, ընդմիջում կանես։ Ուղղակի այդ ոնց ասեմ, ցածր չեմ ասի, բայց այդ խավի մարդկանց ես շատ բաժշկա եմ անում, ոնց որ ասում են, շատ եմ ուզում ոգևորեմ, որ իմանամ, որ կարևոր գործ են անում, էլի։ Իսկապես ամենակարևոր գործ են անում։ Անտարբեր չեմ, քաղաքի ոչ մի բանի նկատմամբ անտարբեր չեմ։ Իսկ դուք ձեզ երկարակյաց համարում եք, որ նաև գաղտնիքներ ունենք դրա համար, ասեն առողջ ապրելակերպ, առողջ սնունդ, արդեն ասացիք, որ առողջությանը կանոնավոր հետևում եք, խնդիրները եթե լինում են վերացնում եք։ Էլ ինչ եք անում։ Գիտեք, որ ասեմ, այդպես շատ ուշադիր եմ իմ անձի նկատմամբ, այդպես չի։ Բայց բախտս բերել ատեն ծանր բաներ չկան էլի, որ պրոբլեմ առաջանա։ Դա ինձ գործերի մեջ, հոգսերի մեջ, շարժման մեջ դրական մտածողություն ամեն ինչով անցնում է, շատ չեմ։ Այդպես շատ, որ ասեմ, հատուկ սնվում եմ, հատուկ բան, թեպետ նորմալ է։ Իմ օրգանիզմի պահանջը ես զգում եմ։